Խոսում է Բաքուն, եթերում է Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայությունը, խոսափուղի մոտն է Այնուր Մամեդովան, շարունակում ենք մեր հաղորդումը։ 44-օրյա հայրենական պատերազմում Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակը քանդեց հայկական բանակի անպարտելիության մասին առասպելը, որը տարիներ շարունակ արմատավորվել էր հարևան երկրի հասարակ մարդկանց մտքում։ Միևնույն ժամանակ դա մարտադաշտում քաջության հաղթանակ էր, գոռոզության եւ աղքոտության նկատմամբ, երդմանը հավատարմության, դավաճանության նկատմամբ։ Տարիներ շարունակ հենց Ղարաբաղցի կլանն էր, որը ակտիվորեն մշակում էր անպարտելիության առասպելը, իշխանությունը իրենց ձեռքում պահելու նպատակով, ինչը Ղարաբաղցի նորահարուստներին լայն հնարավորություններ էր տալիս հարց տանալու եւ վատնելու ինչպես օկուպացված Ղարաբաղի ու դրա շուրջ գտնվող 7 շրջանների, այնպես էլ հենց Հայաստանի հարստությունը։ Դա լավ պատրաստված շոու էր, որի ակտիվ մասնակիցներից մեկը այսպես կոչված եղնիկներ զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանն էր։ Սակայն 44-օրյա պատերազմը ոչ միայն ոչնչացրեց անպարտելիության առասպելը, այլև պատրեց դիմակները կլանի ակտիվ անդամների, այդ թվում Կարեն Ջալավյանի դեմքերից։ Այս կեղծ զորավարը տարիներ շարունակ եղել է հայկական լրատվամիջոցների էջերում, գովաբանելով հայ զինվորի բարձր ոգին եւ միջև վերջին կաթիլ արյան համար կռվելու պատրաստակամությունը։ Բայց իրականում պարզվեց, որ նա թափելու էր ոչ թե իր, այլ իր ենթակայությամբ գտնվող զինվորների արյունը։ Չկարողանալով դիմակայել ադրբեջանական բանակի առաջխաղացմանն, եղնիկների հրամանատարը փախավ մարտադաշտից, իր ենթականերին թողնելով ճակատագրի քմահաճույքին։ Այդ օրերին հայկական բանակի գլխատման նմանատիպ բազմաթիվ դեպքեր կային։ Սա ի թիվս այլ բաների բացատրում է ագրեսորի բազմաթիվ կորուստները 44-օրյա պատերազմում։ Միջդեռ ժամանակն է, որ հայ հանրությունը հարցնի, թե ինչ արժանինքների համար է դասալիկ Ջալավյանը պարգևադրվել բարձր զինվորական կոչումներով եւ պարգևներով։ Միթե սա Հայաստանի զինված ուժերում լայն տարածում գտած կոռուպցիայի եւ կաշառակերության արդյունքն չէ։ Ի վերջո, այն սպան, որը իր անձնական շահերը վեր է դասում իր ժողովրդի շահերից, չի կարող հերոսի կոչման արժանանալ։ Հայ հանրությունը պետք է հասկանա, որ նման հերոս չի կարող լինել Կարեն Ջալավյանը, որը ոչ միայն փախուստի դիմեց մարտադաշտից, այլև չհոգաց իր հրամանատարած 38-043 զորամասի արխիվի տարհանմանն կամ վատագույն դեպքում ոչնչացման մասին։ Արդյունքում Ադրբեջանի իրավապահ մարմինները ստացան լրացուցիչ փաստաթղթային ապացույցներ այն մասին, որ Ղարաբաղում տեղակայված նշված զորամասը անմիջականորեն ենթարկվում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Եվ այս նյութերը, ինչպես նաև այլ նյութեր, բացահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ևս մեկ առասպել այն մասին, որ Ղարաբաղում տեղակայված անօրինական ռազմական կազմավորումները չեն ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Թվում է, թե հայ հանրությանը երկար ժամանակ կպահանջվի ազատվելու նման առասպելներից, որոնք նրանց համար դոգմաներ են դարձել։ Հակառակ դեպքում համարժեք մտահոգություն ունեցող հասարակությունում Ջալավյանի նման բարձրաստիճան դասալիքը չէր կարողանա ճոխ կյանք վայել Հայաստանում։ Նա պետք է պատասխանատվություն կրի հազարավոր հայ երիտասարդների անիմաստ մահվան համար եւ համարձակություն ունենա նայել այն մայրերի աչքերի մեջ, որոնց որդիները դերևս անհետ կորած են համարվում։ Սակայն Հայաստանում տիրում են այլ բարոյական նորմերը։ Կեղծ հերոսությունը բարձրացվում է ճշմարտության աստիճանի, եւ նման ընկալումը երկիրը եւ նրա ժողովրդին տանում է դեպի անդունդ։ Այսօր Ջալավյանը իր դասալքության համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Իդեպ, Ռոբը եւ Սերժը տարիների ընթացքում ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի նա զբաղվի թալանով, այդ թվում իրեն վստահված զորամասում։ Եվ սա է համարձակվում ասել մի մարդ, ով ամեն ինչ դավաճանել է եւ դերևս քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Պարզվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին ֆինանսավորող եւ նրանց քաղաքական աջակցություն տրամադրող ուժերը իրենց թևի տակ են վերցրել նաեւ Կարեն Ջալավյանին։